վաղուց եմ լսել Այսուր ես ըթում Գորմինասյան, 30 տարեկան, չի աշխատում, խաղամոլ է Ուր պիտի գնամ Կամ մորքուրի մոտ կամ աշխատանքի Լիլիթ Մինասյան, 27 տարեկան, գորի քույրն է, մատուցողուհի է Չեմ հասկանում այդ պառավը չի ուզում հոգին տա Որոշել ա բինգո խփի միջև 100 տարեկան ապնի Այդ պառավը Մենակ իմ մորքուրը չի քոննելը դե մորքույա Մենակ չասես, որ բարեկամական սիրուց ելնելով ես գնում նրան օրը մեջ այցելու Ամեն օր Ինչ? Ամեն օր Ի տարբերություն քեզ, որ նոր տարուց նոր տարի ես գնում այդ կնոջը տեսնելու Բա ինչ ես ուզում անեմ? Ուզում ես գնամ, փեշերը բռնեմ, նստեմ կողքը, ինձանից ձեռ քաշ Տենց էլ անում եմ Դե լավ ես անում Այդ սաղեջ, դու Լիլիթ Բանը, փող կա մոտդ Չէ, փող չունեմ Սխալ պատասխան ես տալի Լիլիթ Ինչ ա նշանակում փող չունեմ Նշանակում է փող չունեմ Ինչքան փող ունես Ասում եմ չունեմ Համոզված ես Փող ես ուզում, գնա աշխատի Իմ նմանները չեն աշխատում Լիլիթիկ Իմ նմանները քո նմանների հաշվին կյանքն եմ վայելում Դե գնա կյանքդ վայելի Բայց ոչ իմ հաշվին, քո հաշվին Գնա, փող չունեմ ես Փող չունես, հա? Ինձ որտեղ ես սենց խոսալ սովորել Դպրոցում Դպրոցում? Բա դպրոցում քեզ չեն սովորացել, որ մեծ եղբայրների հետ պետք է հարգալից խոսել Հարգանք տածել Չեն սովորացել, հա? Չէ Փող տուղով շա Չունեմ փող, ասեցի Ինչ ես, ինչ է Գոր, չունեմ փող Լսպասի մի հատ, հանգստացի Սմա փող չունեմ, Գոր, խնդրում եմ, գոնե ամբողջը մի վերցրու, ինձ էլ փող թող բայց ես կանն է Հա, այդքանն է Ես ինչա որ մի հատ էլ ամբողջը չվերցնի Գոր, լավ էլի, խնդրում եմ Ռադեղի Մի քանի տարի առաջ Լիլիթի և Գորի ծնողները մահացել էին, առանց ֆինանսական լուրջ հնարավորությունների թողնելով իրենց զավակներին։ Գորը, ով խաղամոլ էր ու չէր սիրում աշխատել, շատ կարճ ժամանակահատվածում տանուլ էր տվել ծնողների թողած ողջ ունեցվածքը։ Հալո Գոր դու ես Հա, ես եմ, լսում եմ Գոր հիշում ես չէ որ մինչև շաբաթվա վերջ պետքա փողը փագես Ես խոստացել եմ, որ մինչև շաբաթվա վերջ այդ փողը կլինի Լսի, թե դու ինչ ես խոստացել Ինձ հետաքրքիր չի Դու մենակ մի բան իմացի Մարատը հենց այնց փող չի տալի Անիմաստ տեղը փող չի վատնում Հասկացար ինձ Գիտեմ ապր Դե որ գիտես ուրեմն իմացի Կիրակի օրը այդ փողը մեր մոտ լինի Եղավ Ես միջև կիրակի մի բան կանեմ Տենանք Հալո Հալո Ես հիմա որտեղից ես փողը ճարեմ Աստված Լով ջան, բարի օր ատոց
Լիլի դու ես։ Համոք։ Անուշ Վարդանյան, 50 տարեկան, Լիլիթի մորաքույրն է, չի աշխատում։ Ոնց ես։ Ոչինչ էլի։ Այսօր այդքան էլ լավ չեմ զգում Լիլիթ ջան։ Ինչի։ Մեռնելու ժամանակ եկել է երևի դրա համար։ Մորքուր էլի սկսեցիր։ Իբրը տենց չի։ Ուր էր թե հոգիս շուտ տայի բրծնեի։ Ինչից պիտի բրծնես։ Այս անիմաստ կյանքից Լիլիթ։ Լավ էլի մորքուր, հաց կերել ես։ Չէ, գլուխս շատացավ։ Բադեղերդ խմել ես։ Վայ Լիլիթ ջան, թեյնիկը դրել եմ գազօջախի վրա, մի բաժակ թեյ որ բերես կխմեմ։ Բերեմ։ Մորքուր ինչ լավ մուրաբա ունես։ Մուրաբա չեմ ուզում։ Ես եմ ուզում։ Դե այնտեղ խոհանոցում դրած է։ Նայ։ Լավ ես անում։ Լավ, հիմա չեմ հասկանում, ոչ միտեղից չենք կարող փող ճարենք։ Որտեղից ախպեր։ Լևոն Բաբայան, 31 տարեկան, Գորի ընկերն է, ամուսնացած չէ, չի աշխատում։ Արա դե մեկը Էդոից ապեր։ Բարև ձեզ։ Այսինքն Այսինքն որ նայ ախպեր։ Էդոն իր պարտքերի պատճառով փախել է։ բամյուսները Դե ինչ մյուսներ ախպեր։ Մյուսներն էլ չեն տալի։ Կամ է չեն ուզում պարտքով փող տան, ասում են չկա ախպեր։ Արա դե այդ չկան մարդ ինչի հետաքրքրում էլի ախպերս։ Հա ախպեր հասկանում եմ Գորջան, բայց ինչ անեմ ախպեր։ Ապա դու լավ չես հասկանում։ Մարատը մեզ կսպանի։ Ընկեր գիտեմ, ցավը տանեմ, բայց դու էլ ինձ հասկացի, չեմ կարող փող ճարեմ։ Ախպեր որտեղից ճարեմ, չեմ կարող փող կպցնելու ձև չունեմ։ Լավ։ Ապա ձեր տունը չեն կարա զալոգի տակ դնենք։ Այ ախպեր խի նոր էի դրե որ հնարավորություն ունենա։ Մերոնք կնես չեն արի ախպեր, որը թղթերի հետ ինչ-որ կապ ունենա։ Տարբերակ չի, հա։ Չէ ախպեր։ Լսիլ է։ Գոր։ Ախպերիս։ Եթե քո տունը դնենք։ Ընկեր։ Խի նոր եմ դրել զալոգի տակայ ախպեր։ Չէ, դա չի լինի ախպերս արդեն զալոգի տակա դնես։ Բա ինչ անենք։ Ես իմ ինչ անենք։ Լսիլ է։ Ես եթե մի բան անես քուրդ ճարի ախպեր։ Որտեղից ճարի ապրի։ Ախպեր թող շեֆից պարտքանի, հետո կփակվի։ Ապեր չէ դե այդ աղջիկը պետք է 5 տարի ձերի աշխատի շեֆի համար էլի, հա։ Չէ, ընկեր, տարբերակ չի։ Համել տղեն, որ շեֆ է դարել ապեր, ուրեմն մի քիչ ուղեղ ունի։ Էնի հոյա ուղեղը հացե չի կերել, որ տենց քայլի դիմի ախպեր։ Բա ինչ ենք անել։ Այ ես իմ ախպերս։ Ինչ պիտի անենք, չգիտեմ, ես էլ չեմ իմանում։ Ասում եմ երկու կապ է գոնե փող ճարենք, գնանք դուբլենք, ապա մարդ էսելի կարող է ֆարտունան մեր կողմից լինի։ Լավ էլի այ ախպեր։ Մեր բախտը եփա բերե որ այս ռեբերի հա խաղում ենք, հա կրվում ենք, էլի։ Լսիլ է։ Ճիշտ է, դե ինչ լսել է ախպեր։ Ախպերից եթե մենք էլ Էդոյի պես անենք, Թռնենք ապեր։ հա, Ապա չէ տարբերակ չի։ ախպեր բա ինչ անենք ախպեր։ Ահա Գորջան հա մտածում եմ ախպեր, արդեն ուղեղս հալել ախպեր։ Չգիտեմ էլ ինչ անեմ, անընդհատ այս մասին եմ մտածում ախպեր, ամեն րոպե։ Բա ինչ անենք ախպեր։
Ինչ։ Եկար։ Ինչ է երևում։ Զարմանում եմ, գիտես։ Այս վերջերս դու տանը երկար ես մնում։ Եթե գնում ես շուտ ես տուն գալիս, ինչ է դու պրոբլեմներ ունես լուրջ։ Ինչից ընդհանրեցիր։ Գոր ես քեզ լավ եմ ճանաչում։ Ծնվածս օրվանից քեզ գիտեմ։ Եթե դու պրոբլեմներ չունենայիր, հաստատ տանը չէիր լինի, գիտեմ որտեղ կլինեիր։ Դե որ այդքանը գիտես։ Արա այն ինչ որ պետք է անես։ Ինչ փող ես ուզում։ Ես փող չունեմ, գոր։ Ինչ ունեի, առավոտը վերցրել ես։ Հա, լավ, ինչ ես երեսով տալիս։ Ինչ եմ վերցրել որ։ Փող ես վերցրել։ Դու вообще ագայի մեկն ես։ Աղբորը չես ուզում հասնես։ Ես գիտեմ որ դու փող ունես, փող դու։ Չունեմ, գոր։ Լիլիթ, ես լուրջ եմ խոսում հիմա։ Ես էլ։ Ասում եմ լուրջ եմ խոսում։ Ես էլ։ Ու չես հասկանում, որ եթե ես հիմա մարդկանց փող չփակվեմ, իմ վերջը կտան։ Ինձ փող ա պետք։ Խոսքը մեծ գումարի մասին է։ Հա, $20,000։ Աննորմալ ես դու։ Լիլիթ, մի խոսքով փողա պետք մի բան արա, ինձ փող ճարի։ Գոր, ես այդքան չեմ աշխատում, որ քո պարտքերը տամ։ Դե պարտքով վերցրա մի տերից։ Դու էլ վերցրու։ Հա, քեժվել ես ինձ ով պարտքով փող կտա։ Բոլորն էլ գիտեմ, որ ես չեմ աշխատում։ Լիլիթ, մի բան արա, ուզում ես մորքուրից էլի պարտքով փող վերցրա։ Քո մորքուրնա գնա ու վերցրու։ Լիլիթ, մորքուրի համար Ամերիկայից խոշոր գումարներ են ուղարկում։ Ինչ կլինի։ Գնա պարտքով ուզի կտամ ես հետո այդ փողը։ Գոր, դու ինչու չես վերցնում մորքուրից։ Ես վերցրել։ Ինքը ինձ ոչ մի բան էլ չի տա, ինքը քո նման է։ Այդ փողերը նենց է պահում, որ միկրոսկոպով մանգած չես գտնի։ Ես մորքուրից քո համար փող վերցնողը չեմ։ Լավ։ Դու ոչ չես հասկանում, որ ինձ փող ա պետք, որ ինչ տա փող ա պետք Լիլիթ։ Դու պիտի վերցնես մորքուրից, լսում ես։ Գոր չեմ վերցնելու ոչ մեկից ես փող։ Վերցնելու ես ասում եմ։ Ինչ։ Ասում եմ փող ա ինձ պետք, կգնաս ու մորքուրից փողերը կվերցնես։ Ինձ փող ա պետք, հասկանում ես, որ ես այդ փողը չփակվեն մարդկանց, լավ չի լինի ինձ համար։ Ես ոչ մեկից փող վերցնողը չեմ։ Քո պարտքերն ու քո պրոբլեմները իմ գործը չեն, հասկացա՞ր։ Շատ ես խոսում ընդհանրապես։ Ասում եմ արա, կսպանեմ ես քեզ, լսում ես, կսպանեմ ես քեզ, որտեվ ինձ կսպանեմ։ Ինձ փող ա պետք, հասկանում ես, փող։ Գոր, ես չեմ կարող փող վերցնեմ քո համար, ինձ ոչ ոք չի տա այդ փողը, որտեվ գիտեմ որ քո համար է, ու դու պարտքը վերադառնողը չես։ Դու չես հասկանում ինչ եմ ասում ես, քեզ շատ լուրջ բան եմ ասում։ Ես փողապես ասում եմ, ասում ռադեղը։ Լսի, կսպանեմ քեզ, ես տունդ կծախեմ, ու իմ պարտքերը կտամ, եթե դու փող չուզես իմ համար։ Դուրս արի սենյակից։ Լիլիթ ջան, խնդրում եմ էլի, օգնի ինձ մի բան արա։ Վերջին հույսս դու ես։ Գորը, ով երբեք չէր աշխատել, ամեն անգամ ստիպում էր քրոջը գումար տալ իրեն։ Սակայն այս անգամ Գորը թաղվել էր մեծ պարտքերի մեջ եւ շատ լավ գիտակցում էր, որ պարտքերը վերադարձնելու համար պետք էր այլ ելք գտնել։